Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանը հայտնում է, որ հարձակում է տեղի ունեցել Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա։ Նրանցից մեկը ծեծի է ենթարկվել, գլխին հաստված հարվածի հետևանքով վնասվածք է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց։ Այս միջադեպին նախորդել է աշխատակիցների այցը վարչական շրջանի այն հատված, որտեղ օրենքի խախտումով տեղադրված է եղել Բարգավաճ Հայաստան կուսակցության քարոզչական պաստառը, որը գերազանցել է թույլատրելի 5 քառակուսի մետր ծավալը։ Այն ապա մոնտաժելու ընթացքում հավանաբար ինչ-որ մեկի ահազանգով շտապ գործողության հասցե են հասնում քարոզչական պաստառի անխախտելիության խրոխտ պաշտպանները և որոշում են հարցը լուծել հին ու բարի մեթոդներով, վիրավորում են և ծեծի ենթարկում։ Քաղաքային իշխանությունը հիշեցնում է, օրենքի ցանկացած խախտում արձանագրվում է, անհապաղ արձագանք է ստանում և որևէ մեկը չի կարող բացառություն լինել ու ցանկացած նման դրսևորում արժանանալու է Երևանի քաղաքապետարանի ամենակոշտ արձագանքին, իսկ իրավապահներն արդեն պարզում են միջադեպի հանգամանքները և ՆԳՆ-ն մեր գործընկերներն ավելի ուշ հավելյալ մանրամասներ կհրապարակեն։